Մրցանակ ստացակ, տեղեկություններ կան նաև այդ կազմակերպության կայքում, որ մրցանակ ստացողները ընդհանուր նաև 1 միլիոն ամերիկյան դոլարի մրցանակային ֆոնդ ունեն, արդյոք դուք ստացել եք այդ գումարը թե ոչ, եւ քանի որ այո ոչի հարց էր, մեկ այլ հարց էր, Սամվել Կարապետյանի թիմը արդեն ձևավորեց կուսակցություն, հայտարարեցին, որ Սամվել Կարապետյանն է լինելու վարչապետի թեկնածուն, նրանք պատրաստվում են սահմանադրական փոփոխություններ անել ընտրություններից հետո, եթե մեծամասնություն ունենան եւ այնպես դարձնել սահմանադրությունը, որ պարոն Կարապետյանը կարողանա լինել վարչապետ, դուք սա ինչպես եք մեկնաբանում, որովհետեւ իրենք կարծում են, որ Հայաստանին կուշտ վարչապետ է պետք։ Զա այդ մրցանակը այո ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, բայց քանի որ գիտեք, որ կիսել ենք, այսինքն Ադրբեջանի նախագահը այդ կիսել ենք, ենթադրվում է, որ մենք այսինքն 500,000 դոլարի մասին կլինի խոսքը, ընթացք կա, բայց դեռ գումարը չի փոխանցված, բայց վստահ եմ կփոխանցվի եւ ես մտածում եմ բնականաբար այդ գումարը ինչ հանրային կամ կարիքի եւ ինչ նպատակի է պետք ուղղել, մտածում եմ, երբ որ կլինի կոնկրետ որոշում, երևի առիթ կլինի կհայտնենք։ Ինչ վերաբերում է կուսակցության հիմնադրմանը, իհարկե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքացիները կարող են հիմնադրել կուսակցություններ, ինչ վերաբերվում է վարչապետի թեկնածուին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ երկրորդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում երրորդ նաեւ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու, հետևաբար ինչ որ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի եւ հետեւաբար գոյություն չունեցող բանը ես անկեղծ ասած հարկ չեմ համարում մեկնաբանել։ Պարոն Փաշինյան, գործընկերոջից հարցի պարզապես մի թեթև հստակություն, հետո հիմնական հարցը, երբ որ ներդրումների մասին խոսեցիք, հիմնականում խոսքը ատոմակայանի հետ կապված ներդրման մասին է, արդյոք մոդուլային ատոմակայանի հետ կապված Հայաստանը ունի որոշակի մոտեցում արդեն ում է վստահելու դա, որովհետև մենք լսեցինք այս օրերին, որ ռուսական կողմը նաև հայտնում է, որ այլ ընտրանք չկա իրենց առաջարկածին, քանի որ Միացյալ Նահանգների օրինակ առաջարկածը փորձարկված չի եւ դա բավականին, ինչպես փորձագետներն են նշում, վտանգավոր է Հայաստանի համար։ Այս առումով կա հստակեցություն եւ օրերս Իրանի դեսպանը հայտարարեց, որ Թեհրանում ձեր այցի ընթացքում, որը առաջիկայում է նախատեսված, ստորագրվելու է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, նախ ժամկետներ կան երբեք գնալու Թեհրան եւ արդյոք նախատեսված է նման փաստաթուղթի ստորագրումը։ Մենք Հայաստանի համար եւ ընդհանրապես վտանգավոր որևէ նախագծի մեջ բնականաբար ներդրում չենք անի, ինչ վերաբերում է եւ բայց մյուս կողմից մենք կողմ ենք, որ տեխնոլոգիական հարցերում ունենանք հնարավորություն, հասանելիություն ժամանակակից տեխնոլոգիաներին եւ իմիջայլոց 1-2-3 համաձայնագիրը գիտեք ինչի մասին է, 1-2-3 համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանը կունենա հնարավորություն ամբողջական տեղեկատվություն ստանալ այդ թվում մոդուլյար ռեակտորների այն տեխնոլոգիաների վերաբերյալ, որ Միացյալ Նահանգները ունի, որովհետև ես ուզում եմ ընդգծել բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնոլոգիաները գաղտնի են, այսինքն որևէ մեկը չգիտի, եթե այս համաձայնագրի մաս չի, մոդուլային ռեակտորները Միացյալ Նահանգներում հասունության ինչ մակարդակի են հասել եւ այստեղից է այն տեղեկատվությունը, որ կարելի է ունենալ առանց այս համաձայնագրի, մենք ունենք, բայց քանի որ այդ ունեցած տեղեկատվության հիման վրա մեր հետաքրքրությունը մեծացել էր եւ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններն էլ զարգանում են, հենց դրա համար ենք 1-2-3 համաձայնագիրը ստորագրել, որպեսզի Միացյալ Նահանգները մեզ համար բացահայտեն տեխնոլոգիայի մյուս նրբությունները,
որպեսզի մենք ամբողջական գնահատելու հնարավորություն ունենանք, բայց ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք այս թեման քննարկել ենք նաև Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, այնտեղ էլ կա տեխնոլոգիա, բայց այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկությունն է, որ դա ջրի վրա է, որովհետև դա Սուզանավի ռեակտորը ադապտացված տարբերակ է, եթե չեմ սխալվում, Չուկոտկայում է այդ, եւ մենք նաև Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրել ենք, որպեսզի նրանք մեր փորձագիտական պատվիրակության այց կազմակերպեն, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հասանելիություն ունենալ այդ տեխնոլոգիային նույնպես, բայց Ռուսաստանում ցամաքի վրա չկա։ Չինաստանում կա բավականին մեծ առաջընթաց այդ ուղղությամբ, Կորեայում կա մեծ առաջընթաց, այսինքն հենց համաձայնագիրը ստորագրվել է նրա համար, որպեսզի մենք ավելի խորացված հաջորդ շերտի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք եւ մենք գնում ենք առաջ այդ ճանապարհով, բայց ոչ միայն Միացյալ Նահանգների հետ, բոլոր այն գործընկերների հետ, որ այդ տեխնոլոգիան ունեն, բայց ինչու ենք մենք հետաքրություն ցուցաբերել այդ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետեւ փորձագետները դուք խոսեցիք վտանգի մասին, փորձագետները, որոնք մեր խնդրանքով այդ թվում պետական մարմինների ներկայացուցիչները կառավարությանը զեկուցել են եւ ինձ զեկուցել են, որ այս պահին արկա տեղեկատվության համաձայն մոդուլյար ռեակտորների առանձնահատկություններից մեկը, որ մեզ կարող է հետաքրքրել, հետեւյալն է, որ եթե մոդուլյար ռեակտորում տեղի է ունեն ի հայտ է գալիս վթարային իրավիճակ, դա համարվում է լոկալ իրադարձություն։ Ինչ նշանակում լոկալ իրադարձություն։ Դա նշանակում է, որ եթե վթար է տեղի ունեցել եւ 1 կիլոմետր հեռավորության վրա կա բնակավայր, այդ բնակավայրը էվակուացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն սա տեխնիկական պարամետրերն են։ Հիմա 1-2-3-ի ստորագրումից վավերացումից հետո մենք ավելի մանրամասն հասանելիություն կունենանք այս տեղեկատվությանը, հասանելիություն կունենանք թե որտեղ ինչ է կառուցվում, լիցենզավորված է, լիցենզավորված չէ, որից հետո կայացնենք որոշումներ։ Ինչի մասներ մյուս հարցը կներեք։ Թեհրան այցի վերաբերյալ, այո, մենք քննարկումներ ունենք եւ բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը եւ երբ որ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բնականաբար դրանից հետո պետք է ստորագրվի։ Կոնկրետ ժամկետներ չկան առաջիկայում։ Գառնանը, աշնանը գուցե չգիտեմ։